Բարև ձեզ։ Ուզում եմ մի երկու հարցի շուրջ պաշտոնական իմ հայտարարությունը տարածել, ինչպես նաև այն որ ասում եմ, ուզում եմ կիսվեմ ժողովրդի հետ։ Առանց քֆուր ես քֆուրտալ չեմ սիրում, գիտեք, ես շատ կուլտուրական, կիրթ, զսպված, ինտելիգենտ ազնվորություն եմ։ Կյանքում հարյակ չեմ տվել։ Հիմա ուրեմն այս ներքին թողոբոյի հետ կապված սկսեմ նրանից, որ մի շարք մարդիկ հելել են և դիտողություն կենեն, թե ինչի սպորտսմենները չեն պաշտպանում հետա դոդիկագոչ։ Դիտողությունը ճիշտ է, բան չունեմ ասելու, թո դիտողություն են, բայց ուրեմն ես ինչ եմ պարզել իմ երկար բարակ ձիգ կարճ ապրած տարիների ընթացքում, որ դրսի սպորտսմենները ուրիշ երկրներ, օրինակ այդ Ամերիկայ, ունեն, մեծ մասը ունի քաղաքական պատասխանատվություն, գիտակցություն, պետական մտածելակերպ, ինչքան է որ գլխների բան կերել են, հարված կերել են, բայց ես հետևելով այս երկրի ներքին իրավիճակի տենում եմ, որ բավականին սպորտսմեններ, շոու բիզնեսի աստղեր հլում են, բացահայտ քննադատում են այս երկրի կառավարությանը, համարձակ կերպով։ Բայց հիմա վերադառնանք Հայաստանի Հանրապետություն։ Ինչ եք մենք տենում, մեր հայ սպորտսմենները 99%-ը, էդի ամենամինիմումը 99%-ը, իրանք փիքսիկ են, իրանք զուրկ են պետական մտածելակերպից, զուրկ են հայրենասիրությունից, զուրկ են ինքնասիրությունից, թասիբից, նամուսից, ապերախտ երևույթ են, 99%-ը, թե սպորտսմենները, թե դերասանները, ապերախտ են, նամանավան սպորտսմենները, բանակ չծառայած, կյանքում նեղություն չկերած, ասենք, իրանք ինչ են ասում, իրանք ասում են մենք դրոշ ենք բարձրացնում, պիտի մեզի տուն տակ, ավտո տակ, մեր համար պիտի կապավատելնենք ապրենք, մենք մեր սպորտից ինը մեզի բան չի հետարկրում։ Դա այդ մարդկանց մոտեցումն է, այդ սպորտսմենների, դե նազիկա, մազիկա, չգիտեմ, եւ այլն, որ դոդիկա տուն ատվե, հող ատվե, այն ատվե, այսօր իրանք տեսել։ Իսկ դեռ այդ մարդկանցից ոչ մի պահանջեք, այդ մարդիկ միշտ են եղել։ Ես էլ եմ ունեցել սպորտսմեն ընկերներ, այսպես ասած, ես ընկա բանդ, օտար քաղաքացիները ստեղից խոշտանգելով կալանավորեցին կսին բան, օտար մարդիկ, որոնց ես եթեք չեմ տեսել, չեմ վերցրել, չեմ դրել, հելան, չգիտեմ, Վարդան Ղուկասյանի ծննդյան օրը նշեցին, խորհրդամաշորակալ եմ իրենց, ցույցեր կազմակերպեցին, Կալիֆոռնիայից եկան հասանցե, բանդիտեմը միտինգ ալ, բայց իմ սպորտսմեն ընկերները, որոնք որ Ամերիկա են ապրում, մատերի չտրեցին, չեկան, իրանց պատվից բարձր համարին, թե ցածր համարին, թե վախեցան, թե ինչ արին, ես իմ հետևությունը երել եմ։ Նույնն էլ պիտի մեզ մյուս, չգիտեմ, քաղաքական գործիչները եւ այլն հետևություն ենեն, որ հայ սպորտսմենները իրենք քաղաքացի չեն, ես իրանց բանը մարդ չեմ համարում, իրանք ընդհանրապես սպորտսմեն են, բայց իրանք, նայեք, այն տաջիկ սպորտսմենը Սուլեյման, եթե չեմ սխալվում անունը, ամեն իր միջոցառման հաղթանակը նվիրում է իր զոհված ընկերոջը, հայ, որը որ զոհվել է 44 օրյա պատերազմի ընթացքում։ Մեր մոտ են սպիտակարչա, դեղին կատու, ինչ մի անգամ կյաժի նկարով, էլամ, լոնգոլու արեց, всё պրծա։ Իսկ այդ մարդը, որը հայ չի, որը մահմեդական է, սիստեմատիկաբար հիշում է իր զոհված ընկերոջը եւ ամբողջ դալիճին ոտի կայնացնում, ասում է պիտի հարգեք իմ ընկերոջ հիշատակը։ Սրանք տեսման չեն արի, այսօր երեք ներողություն, իշխանության էր Սերժը, մտածեց Սերժի տակը, այսօր իշխանությանը գալի Նիկոլը, վազը մտնում է Նիկոլի տակը, արդեն ապրամավար օրինակ, ով եկավ պրեզիդենտ, վազավ նպստեց, վաղը գա դոգը, կվազի կմտի դոգի տակը, բայց այս ժամանակ ես դորյա սպորտսմենը վաղը մոտիկա ինձ, հասկանում եք, այսինքն ես ուզում եմ ասել, որ ընկեր բլոգերներ, քաղաքական ակտիվիստներ, դուք սպորտսմեններից բան ակնկալիք մի ունեցեք, այս մարդիկ ապերախտ են, ապերախտ, նշանակությունից է դոդիկագոյ հանգամանքը, ես այս կկմուր չեմ ուզում տալ, այս մարդիկ ապերախտ, այս մարդիկը մեզ իպտի տակ, մենք ոչ ոչ չեմ պիսիկ են, նայ մեզ բուսկուլնի, ճալո, բան ասում ես, ես ինչ ուշեղ տղայո, գխոյ, բայց այդ վախկու արս պախնի, մի հատ հասարակ
6 միլիցա, տենա կպակնի։ Վերջացավ։ Դրասից բան մի սպասեք։ Ադիք մեկ, երկրորդը։ Դուք ասում եք սպորտսմենի գծոխոսան։ Okay։ Բայց ես սպորտսմենի պատասխանը տվի։ Դոդի գագոն ծրթելա երկու բիչ։ Աղջիկին հեն աղջիկն եկան ասին, «Յաման, էդ ինչ կենեք, էդ իմ հերս է», եկան ասին, ապրեն, ճիշտ հեն ասում էդ յանց հերնա։ Բա տղեկ նուր է։ Են մի տղեն Բելարուսիա։ Բոզի տղեն։ Ես կֆուրտվի աղջի, չէ, ասմա չէ։ Բայնա կարա չէ վեգալի հեռախոս, մտնի Telegram, YouTube, Instagram, սկսի իշխանությանը կակոցել։ Ասին չիմ հորը վեկալակ, տվիք կետի նստակ բենին։ Իմ հերը կաղբատարկյալը, խոսքի օրինակ, բայց յա հերը թամեն հանցագործը։ Վետ չի հանում։ Են մյուս բուղատղեն, այդ իմբիցիլը, խոտակերը, մալը, որը որ մարդ հարևանգելուց նավա։ Են ես դեն չի հատ, այսիկն ինչ հատուց գալի, մարդ խպելուց, գյուրլելուց, աղջիկ բրնաբարելուց, այսիկն հորից ինչ տեսեն սովորել են, են էլա չէ տենց։ Ընկեր տոտը, մարդ խպել, բրնաբարել, գյուրլել, կծել, խապել և ալին, առաջի տեղմը, բայց խոսալ, իշխանության են երբեք։ Անես որ մինչև սպորտսմեններից բան ուզելը պահանջեք դոդի բջերից, այդ երկու բջերից, աղջիկը նորմալ է, բա չունեմ ասել, աղջիկը հելա միտինգ արին, պահանջեք դոդի բջերից, այդ երկու բոզի տղեկից, թողել եմ յասորում, համար խոսան, հելներ գիտի տղա ունի, բանակ չոչետան, ես իմ շայվր բանակ է թայն, գոնե մի քիչ տղամարդկություն կսովորին են, վիշվածքները, ամբողջորդ հիգնաբաներով էին ֆռն, իսկ այսօր յանց սեփական հորս քիչ չեն կարամ դուրս գան պաշտպանեն, խոսան, ասեն ես ինչ կենեք։ Տիկին Ռոզան կարա բանը Վազգեր Սաքսանի մոտ նման, գանստին Նիկոլի դռների դեմը, թոյթանստին, թոյթա պահանջի, իմ մերը ոց եկավ, հելա թռեց, ինչ ասեց պահանջը մեջ, բանը Վազգենի մերը ոց եկավ, ծնողս, հելի տողուտ համար խոսա, տիկին Ժավահիրը, Բելայի նման, ոց տիկին Բելան գնաց Պուտինի դեմն ասեց, վերրից է մայվո մուշը։ Ես Տիկին Ջավահիրը հլի խոսախի չի խոսում, միգուց հետ բատկան ձերը տալեմ հազի պրծան է դիկտատորից ընտանեկած։ Թե չէ գնացը, որ կպել եք այդ կրոկոդալներին, չգիտեմ, գենա, մենա, դոդի ավազանում և ալլան։ Էդիկ մեկ, երկրորդը, ուրեմն, այս պատգամավորներին, նորաթուղ, որոնցից մեծ մասը շատ ճիշտ որոշում է կայացնել և հրաժարվել է մանդատները վերցնելուց։ Հարգելիներս, ես ձեզ խորհուրդ եմ տալի, ձեր մանդատները այսպես կոչված չվերցնել։ Նախ առաջինը դուք չունեք ուժեղ լիդեր։ Ձեր լիդերը Տաշինն է, այդ մարդը խոսալ չգիտի։ Հասաբուրգեղենն է, հաջորդը, այսօր եկուս դուբլելու են էթալու է, միանշանակ։ Դուք մտակ ազգային ժողով, դուք վարկաբեկվելու եք, դուք պախարակվելու եք, դուք այնտեղ եղանակ չեք կարողանալու փոխեք, օրենքով դաժե եղանակ չեք կարողանալու փոխեք։ Ով որ հելավ, չգիտեմ ընդ տճպտ եւ Երևանյան 20 շենքի բնակիչ չեք, որ հլնեք ցռեք փռեք այդ թրքահապատակ ազգային ժողովի ժողովրդի յանտան ձեզանից, կուլտուրականնի եք, դες ընդ կչրթեն եւ կթափեն։ Գումարած սրանել NVD, KGB, ՀԿՑ, ՄԿՑ, Մարշիկ Պայմինի Սասուն, Աննա Վարդապետյան եւ այլն կցելու են ձեր հետևից։ Ձեր տղեկի, ձեր երեխեքի, ձեր աղջիկի, ձեր ունեցվածքի եւ այլն։ Եթե մաքրամաքուր ժողովուրդ եք և ունեք ուժեղ լիդեր, Վարդան Ղուկասյանի նման, խնդրեմ գնացեք ասված ձերից, ջանդամ թե չեք կարողանալու եղանակ փոխեք, գնացեք մտեք ազգային ժողով, բայց չունեք։ Դուք եք լտենում եք, որտեղ Տաշիրան գագիտության մարմնավորում, ասում է Արեն Սիմոնյանի մեկ քանել տվիք, իմբիցիլ, տուպոյ։ Են Հասաբուրգեղենին այդ ազգային ժողովին Ռուբեն Ռուբինյանեն թրքահապատակ բոզի տղեն։ Պենիս կմսնի հետևից կհանի, տեսեք, ինչ էր են օրը հել է հայտարում, ասում է բանը, են Ֆերդինանդ, հել է ասում է, հայ զինվորին, ասում է պիտի հայ զինվորեն ականազերծողը պիտի դաշտի մեջ տրակի և այլն, ու պատասխանատվությունը պահանջեն Ֆերդինանդից։ Տաշիր Սամոմ, եթե Տաշիր Սամո ես, կամ նույն այդ հացախող նարեգը, այդ հացաբուկը, ախը տղամ հլնի ասի այ բոզի տղա, խիստ պաստերը աղավաղը։ Ֆերդինանդը ինչ էր ասում էդ Էդգար Ղազարյանը ինչա, ասում էր, որ այն զինվորականը, որը որ գնաց է մտելա թուրքի դեմը ճամփայա բացը, այդ նախ ես եմ ասել դեմից, ոչ թե ինի, էդի պիտի դե սատկի,
Ես էլ եմ ասում, այն ականազերծող ով գնաց է մտել է թուրքի դեմը մինա բաց է որ թուրք է մինով առաջանա, ես այդ ականազերծողի տուն ու տեղը հանձնեմ Ադրբեջանին։ Αντί դեպի սատկես, ընդեմի քայլոքել տրակել են մինի վրա, ես եկա իշխանություն թոշակի զրկել եմ ու տապելու եմ։ Զինվորական թոշակա չի ստանում ծառայողական պարտականությունը կատարելիս, այդ բոզի տղեն։ Ով որ մինի վրա ես թոշակի զրկելու եմ պետական դավաճառ հոդվածով դատեն այդ բանը սապյորներից։ Բայց տաշիրեք չելան ասեցին, բոզի տղա խես փաստերը աղավաղավ, ագարխի սերունդ, մարդն ասում է, որ թուրքի դեմը ճապապը սուս նստած։ Այսինքն ինքես Ֆերդինանդ, դու դաժե պաշտպանող չունես, քեզ այդ Ռուբեն Ռուբինյանը սոցցնելու յա։ Ֆուսավի, չէ։ Հասկանում ես, դու չես կարանալու դրանց դեպ, էդ բան ինչքան է որ Վարդան Ղուկասյանի մտահաղացումը գողացել էր, կամերան դրել էր դեմը, դոգի նման հաղորդում էր վարը, մի կոմը Պետրոսին էր դրել, մի կոմը բանը Վասիլի Թքավորը, էդի հաղորդում վարել չի, մանալում, ընդ ժիվոյ պորնոյա է ցալում, դու ժիվոյ պորնոյի մեջ եղացած կավ, չէ, ժիվոյ պորնո կարաս անես, չէ, Երևանյան 20 շենքի բառապաշարին տիրապետը մեզ, չէ, փողոցային բառապաշարին տիրապետը մեզ, չէ, էտելենի չէ, որ նստես տեղը, հետո վազես կնաս դատի տաս, որ մի անգամ որ էլավ, որ ասել են ագաժետ կտրես, ադե պիտի հարես ծվցնես, հասկանում ես, չես կարա, էլ ուր ես ծեցեմ, Ռուբեն Ռուբենյանը տղու հետ քնել ավ, էնի կարա տղամարդ ծվցնի, դու կարաս, չես կարա, դատենում ես, էլ ուր ես ծեցեմ, Ընդ սաղ միասեր փորձ ունեցող մարդիկ են, եկ որց գլադիատորական մարտերնի են արել, հասկանում ես, են որ կա չէ գլադիատորը, որ ասում է, դու շենա смерть приветствую тебя. Տես կինոներ կա, տեսել է, Սպարտակ, բան, այդպես նույն իրանք արել են սերադաշտում, սերական ամբյոնում, սերական գործ են ասել, այդ բոզի տղեկը, դու պիսիկ ես, գլը անել կտակ շպրտեն երեն կեցաս, վզից, պրիտոն վզից, դրա համար հարգելիներս, հետո չասեք, տեսեք ես դոդիներ է ասում, գործ չունես, գանդով, մի մտի, 10,000 անգամ հայտարարեցի, միջև ընտրություններից կնասի մի մտի, որի տակը լիքը գեղտ կա, որ բյանըտ մեկին անել դուբլելու են հետաս, արյուզրիներ մեղք, մտավ բոզի տղեն, ինչ արին, տպին գետի շնին լավաշ, առան տպին երևակ հրակատարողական հիմնակ, աղջեքս էլ դարան ռուզանը, ադիքիմ հերս է, հիմա ձեզ եմ ասում, ոչ մեկ չմտացի, թե ես ինչ-որ նախանձում եմ, ինչին նախանձ է, դա դժբախտություն ա, դուք ընդեղ եղանակ փոխող չեք, օրենք փոխող չեք, օրենքի դեմը առնող չեք, սրանց եղած չեղածը լիգիտիմացնող եք, մի տարի էլ դնելու են ձեզ սերը փոխել, ինչ ասես ասեն, դատեն, թագեն, վակաբեկեն, մեկ այս իշխանությունը եկա չի ցկելու։ Գրեմ սորագրեմ, ով կասկածում է, հետը կարամ գրած գալ։ 5 տարի, 4 տարի, 3 տարի, 2 տարի, մոռացեք, որ սրանք եկցկեն։ Հավայ գնալու եք գարվխրեք։ Ես որպես հայ մարդ, դժբախտաբար, ափսոս ես չգիտեմ, տաջիկ չեմ ծնվել, այսքան դժբախտություն չէի տենա ես, կամ չգիտեմ, ուզբեկ, մողոլ, թաթար եւ այլն։ Իսպանացի, մեքսիկ հայ եմ ծնվել, ես խորհուրդ եմ տալի, մի խադիցե ձեցի, Африку гулять, տեսել եք այդ մուտիկը։ Маленькие дети ни за что на свете